Երբեմն մարդիկ կարճում են չար խոսքերից, այնպես չէ, որովհետև դրանց հետևում հպարտություն կա։ Աբդյա 1:3 գրված է. «Քո սրտի հպարտությունը քեզ խաբել է, ով վեմի խոռոչներումը բնակվող, որի բնակարանը բարձր է, որ սրտումդ ասում ես, ով կիջեցնե ինձ երկիրը, անկախ նրանից, եթե դու պատրաստվել և զինվել ես, եթե հասնես գագաթնակետին, կարող ես անդունդը նետվել։ Ես արեցի այն ամենը, ինչ պետք է անեի, և այդ պատճառով ես հավերժական կյանք կունենամ, անհեթեթություն։ Միայն Աստված գիտի, թե ինչպես կընթանա մեր կյանքը, այնպես որ եկեք փնտրենք Աստծուն, եկեք հանենք մեր միջից այդ հպարտությունը և վերադառնանք Հիսուսին, նույնիսկ եթե մեր շուրջը դեռ վտանգ կա, Աստված կպաշտպանի մեզ։ Աղոթենք. Հայր, նույնիսկ եթե մենք ապրենք ինչ-որ տեղ, շրջապատված ավազակներով, մենք չենք վախենա նրանցից, քանի որ մենք ուխտ ունենք քեզ հետ։ Այս մարդով հուսահատության մեջ ասում է. Աստված, ես խաբվել եմ, ես հիմա դատապարտում եմ ձեր կյանքում եղած չար ոգիներին և ասում, հեռացեք, Աստված օրհնի ձեզ։ Deus te abençoe.